Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը, որն անցել է Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով և այժմ հատում է Հայաստանի սահմանը։ Գնացքը տեղափոխում է 1000 տոննա ցորեն։ Սա նշանակալի քայլ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման, Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև տարածաշրջանում փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Մենք Տավուշի մարզի այրում կայարանում ենք, այս պահին իմ զրուցակիցները Հայաստանի տարածքային կառավարման և նախարարն է այս պահին իմ զրուցակիցը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլաթ Իմամբաևը, այս պահին ուզում եմ խոսքը փոխանցել նախարարին, պարոն Խուդատյան, ուզում եմ, որ դուք կարևորեք այս Քիչ առաջ հատելով հայ-վրացական սահմանը Հայաստան տեղափոխվեց ղազախական ցորենի առաջին խմբականակը 1000 տոննա ընդհանուր քաշով, սա կարևոր իրադարձություն է, որովհետև ցորենի խմբականակը Հայաստան է տեղափոխվել անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Պիտի ընդգծեմ, որ սա հնարավոր եղավ նախ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, պիտի արձանագրեմ, որ նախորդին նաև Ռուսաստանից ձեռք բերված ցորեններ կրկին գնացքով անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով տեղափոխվել Հայաստան, սա ոչ միայն ունի կարևոր քաղաքական նշանակություն, այլև կարևոր տնտեսական նշանակություն, էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը։ Շատ շնորհակալ եմ։ Խոսք ուզում եմ փոխանցել նաև պարոն դեսպանին։ Сегодня поистине важное историческое событие. Мы встречаем первый состав с казахстанским зерном, который прибыл в Армению. Это событие стало возможным благодаря договоренностям на высшем уровне, достигнутым во время официального визита президента Республики Казахстан в Республику Армению в апреле прошлого года. В этой связи важно отметить, что в настоящее время отношения между Казахстаном и Арменией развиваются динамично по всему спектру направлений. И сегодняшнее событие является ярким подтверждением этому. Пользуясь случаем, хотел бы выразить признательность нашим армянским друзьям и коллегам за совместную работу. Казахстан готов и далее осуществлять поставки зерна на постоянной и взаимовыгодной основе. Пусть казахстанское зерно станет символом дружбы и плодотворного сотрудничества на благо наших стран и народов. Շնորհակալ եմ, ուղիղ եթերում աշխատում էինք այրում կայարանից, ուր րոպեներ առաջ ժամանեց ղազախական